արևմտյան Ադրբեջանի սահմանադրությունը։ Հարգելի ընկերներ, երեք համացանցում հայտնվեց փոփոխված, այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած սահմանադրական փոփոխությունների հնարավոր տեքստը։ Մի շարք հետաքրքիր, մեղմ ասած հետաքրքիր դրվագներ կան այդ տեքստում, որոնք վերաբերվում են ընտանիքի ավանդական մոդելին, երեխաների խնամքին, տարեց ծնողներին, մի խոսքով շատ հետաքրքիր նրբերանգներ, դրսևորումներ կան, դե պարզ է Իլհամ Ալիևի պատվերով նաև անկախության հռչակագրին հղումը դուրս է հանվել մեր սահմանադրությունից, բայց կա մի շատ կարևոր դրույթ, որը վերաբերվում է միջազգային կառույցներին, որոնց Հայաստանը անդամակցել է մինչև 2015 թվականը, անցումային դրույթներում կա կետ, ըստ որի խորհրդարանը փաստորեն մեծամասնությամբ, սահմանադրական մեծամասնությամբ կարող է փոփոխել որոշումները, որոնք նախկինում ընդունվել են միջազգային կառույցներին անդամակցելու համատեքստում։ Շատ պարզ ձևակերպ ենք, հարգելի ընկերներ, եթե Հայաստանի Հանրապետությունը դառնում է արևմտյան Ադրբեջան, եթե մենք դառնում ենք թուրքական աշխարհի մաս, մենք չպետք է անդամակցենք ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին։ Իհարկե հասկանալի է, որ Հայաստանում մեղմ ասած միանշանակ վերաբերմունք չկա ՀԱՊԿ-ին, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իրենք ՀԱՊԿ-ին որպես այլընտրանք դիտարկում են թուրքական աշխարհը, Հայաստանը թուրքական աշխարհին ինտեգրելուն։ Եվ հետևաբար, երբ որ այստեղ քարոզ է գնում այն մասին, որ եթե մենք չհաղթենք ընտրություններից հետո լինելու է պատերազմ, իրականում, եթե իրենք պահպանեն իշխանությունը ընտրությունների արդյունքում, Հայաստանը ընդունում է արևմտյան Ադրբեջանի սահմանադրությունը ու դառնում է թուրքական աշխարհի մի մաս։ Թուրքական աշխարհում հայերը տեղ չունեն։ Ամենավառ դրսևորումներից այս ամեն ինչի այն է, ինչ մենք տեսնում ենք արևմտյան Հայաստանում։